Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը 2025 թվականի մայիսին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի եկույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Որպես անշարժ պատգամավորը տարեսկզբում ունեցել է միայնակ սեփականության իրավունքով մեկ բնակարան Սյունիքի մարզի Կապան համայնքում, սակայն տարվա ընթացքում Երևանում համատեղ սեփականության իրավունքով ևս մեկ բնակարան է ձեռք բերել 34 միլիոն 153 հազար դրամով։ Որպես տարեկան եկամուտ նա հայտարարագրել է 11 միլիոն 36 270 դրամ աշխատավարձ ազգային ժողովի աշխատակազմից, 3 միլիոն 21 հազար 264 դրամ այլ եկամուտներ ֆինանսների նախարարությունից և 439 հազար 200 դրամ կենսաթոշակ։ 2024-ի տարեվերջում պատգամավորի բանկային հաշիվներին եղել են 2 միլիոն 794 հազար 474 դրամ և 718 եվրո, իսկ կանխիկ միջոցները կազմել են 1 միլիոն 200 հազար դրամ։ Պատգամավորը տարվա ընթացքում 4 միլիոն 561 հազար 500 դրամ վարկի մարմանն ուղղված վճարումներ է կատարել։